Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունների անցկացման հավանական օրը հունիսի 7-ն է։ Ամփոփիչ ասուլիսի ընթացքում կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը պարզաբանեց, սահմանադրության կարգավորումներով ընտրությունների համար նախատեսված է հունիսի 2-ից 12-ն ընկած միջակայքը, որի ընթացքում հունիսի 7-ը միակ կիրակին է։ Եթե նախագահ որոշի այլ օր նշանակի, այսինքն այդ կիրակին չնշանակի, աշխատանքային օր նշանակի, այնտեղ ոչ աշխատանքային օր հայտարարելու խնդիր կառաջանա, շղթայական նոր այսպես իրավական կարգավորումների անհրաժեշտություններ կառաջանան, սահմանադրությունը կոնկրետ ժամկետ է նախատեսում։ Ոչ շուտ 60, ոչ ուշ 50 օր առաջ գործող ազգային ժողովի լիազորությունը ստանձնելուց։ Գործող ազգային ժողովը իր լիազորությունը ստանձնել է 21 թվականի օգոստոսի 2-ին։ Սպասվող ընտրություններում մոնիթորինգի եւ վերահսկողության նոր գործիքներ կկիրառվեն։ Լուրերի հարցին ի պատասխան Վահագն Հովակիմյանը նախ շեշտեց, որ խոսքը օրենսդրական փոփոխությունների մասին չէ։ Ներկայումս համացանցում քարոզչությունը, վճարովի քարոզչությունը տեղի ունենում կարելի ասել հախուր։ Քաղաքական ուժերը վճարելով, այսինքն վճարում կատարելով գովազդներ են պատվերում սոցցանցերում։ Իրենք մեր ՎՎՑ-ին, այսինքն վերահսկիչ դեշտուլիս ծառայությանը հետո ներկայացնում են հաշվետվություն։ Այսինքն որ այսքան գումար փոխանցվել է օրինակ Facebook-ին, կամ Meta-ին, չգիտեմ, Google-ի հարթակներով եւ այլ տարբեր տեղեր։ Այսինքն իրենք ներկայացնում են, որ իրենք որքան գումար են ծախսել սոցցանցերում գովազդի նպատակով։ Կուսակցությունների դեպքում քարոզչության համար սահմանված գումարը չպետք է գերազանցի 800 միլիոն դրամը, այսինքն հանձնաժողովն այդ նոր գործիքակազմով պետք է պարզի կուսակցության ծախսերի վերաբերյալ տվյալները ճիշտ են ներկայացվել, թե ոչ։ Իսկ արդյոք հնարավոր է, որ ընտրությունները անցկացվեն նախատեսված օրվանից շուտ կամ ուշ։ Շուտ ինչպես ընտրական համակարգը պատրաստվում է ազգային ժողովի հերթական ընտրություններին։ Ֆորս մաժորներ, մնացած եւ այլ մեր տիրույթից դուրս են։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը անդրադարձավ նաեւ քննադատություններին, նախ իր անձի հետ կապված։ Քաղաքական թիմի անդամից հանձնաժողովի նախագահ դառնալուց հետո մտահոգություններ կան, թե ընտրական գործընթացները անաչառ չեն լինի։ Հովակիմյանի պատասխանը հետեւյալն էր։ Իմ քաղաքական չեզոքությունը 22 թվականի հոկտեմբերի 7-ից չեմ խախտել, քանի դեռ ես կնախագահեմ ընտրությունները լինեն ազատ, արդար, թափանցիկ եւ մրցակցային։ Հանձնաժողովի նախագահի գնահատմամբ Հայաստանում անձերով պայմանավորված ընտրական գործընթացները բացառվում են։ Եթե ինչ-որ մեկն էլ որոշի իրավախախտում անել որևէ տեղամասում, քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով պատիժ կստանա, նկատեց նա։ Ընտրություններին գրանցվելու համար կուսակցությունները պարտավոր են անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնել։ Դրանց առկայության դեպքում ընտրական հանձնաժողովը չի կարող չգրանցել որևէ ուժի։ Հետևաբար հանձնաժողովի նախագահը անհիմն է համարում նաև այն քննադատությունները, որ քաղաքական վերով գուցե որևէ ուժի գրանցումը չկայանա։ Եթե օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը ներկայացված են, ասի չեմ գրանցում, պետք է միանգամից ասի նաև, որ ես բան եմ, հանցագործ եմ։ Կներեք, ես ինչի համար եմ այսպես ավելի պատկերավոր ներկայացնում, մեր անմեղությունը մի անդադ կասկածի տակ գրեք։ Մի անուղակի ձևով մեզ ասեք, կարող է դուք հանցագործ եք, չէ, ես հանցագործ չեմ եղել, չեմ էլ դառնալու։ Ու քաղաքական ուժերը, ովքեր որ մրցակցության մեջ են, թող մրցեն։ Մեր խնդիրն է որպես ԿԸ-ի, որպես ընտրական համակարգի, որպեսզի մեր ընտրողի քվեն ճշգրիտ արձանագրվի։ Անդրադարձ եղավ դիտորդական առաքելություններին։ Հովակիմյանը նկատեց, քաղաքական գործիչ դիտորդ չպետք է լինի, որ դիտորդի ինստիտուտը չտուժի։ Մարդը, որ մի քանի օր առաջ որպես քաղաքական գործիչ ելույթ էր ունենում, հետո գալիս է որպես դիտորդ անկողմնակալության դիրքերից է սկսում խոսել, ինքը որպես դիտորդ այդ ինստիտուտը արժեզրկում է։ Մեր խնդրանքը հորդորը, որպեսզի դիտորդները եւ քաղաքական գործիչները տարանջատվեն։
2026-ին բացի խորհրդարանական ընտրություններից աշնանը սպասվում են նաև մեծ թվով թիմ ընտրություններ։ Այս պահի դրությամբ դրանք նախատեսված են 46 համայնքում։ Ընտրություններին ընդառաջ հանձնաժողովը նախատեսում է իրականացնել տեխնիկական վերազինում։ Բազմաթիվ կարիքների հետ կապված նաև տեխնիկական կարիքներ, բազմաթիվ խնդիրներ առաջիկայում լուծվելու են միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ։ UNDP-ն վերջնական, այսինքն արդեն պաշտոնապես կարելի ասել մակագրումը եղավ ամեն մի քանի օր առաջ, դեկտեմբերի 15-ին։ Մենք UNDP-ի հետ այդ ծրագիրը մեկնարկեցինք, որով որ այս փուլում աջակցությունը կենտրոնական ընտրական հանձնաժողովին կազմելու է $3 միլիոն համարժեք, այսինքն հիմնականում շեշտը դրված է տեխնիկայի թարմացման, վերազինման վրա։ Խորհրդարանական հերթական ընտրություններն ի դեպ առաջինն են, որոնք կանցկացվեն ընտրական օրենսգրքում անցողիկ շեմի փոփոխության պայմաններում։ Հիշեցնենք, կուսակցությունների դեպքում անցողիկ շեմը 5%-ից իջեցվել է 4-ի, իսկ դաշինքների պարագայում բարձրացել է։ Մինչև 3 կուսակցությունների դաշինքի համար 2021-ի փոփոխություններով անցողիկը 8%-ն է, 3-ից ավելի կուսակցությունների դաշինքի դեպքում 10%-ը։ Ընտրական գրավը կուսակցությունների դեպքում 10 միլիոնից իջել է 7.5, դաշինքների դեպքում 15 միլիոն։ Նոյեմբերին թարմացված տվյալներով ընտրողների ռեգիստրում այս պահին ընտրելու իրավունք ունի 2,462,071 մարդ։ Աննա Զախարյան, Մերի Խաչատրյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։